Շատ են, մենք կզրուցենք հանրային ակտիվիստ Արմեն Ալեքսանյանի հետ, Արմենը հենց էջմիածնում է բնակվում, բայց մի քանի օր է, ինչպես ինքը նշեց, մայրաթոռում է, Արմեն հետևում եք իրողություններին, ինչպես նաև մեզ հետ առանձին զրույցում նշեցիք, վրդովված եք, ինչ եք ակնկալում հասարակությունից և եկեղեցուց։ Մենք եկեղեցուց սպասում ենք նախարարչերտին հստակ և կոնկրետ արձագանք, ոչ թե ինչ-որ մի գրառումով կամ խոսքով, այլ մեր պահանջը ու հազարավոր, 10,000-ներով, կարող ասեմ, 100,000-ներով մարդիկ սպասում են Գարեգին երկրորդի զանգերին։ Պետք է այնքան զանգերը հողանջեն, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ ձեզ ինչու Նիկոլ Փաշինյանը հիմա եւ այսպես սկսեց եկեղեցու դեմ խոսել։ Դե միակ մարդն է մնացել, միակ կառույցն է մնացել մեր հայ առաքելական եկեղեցին, որ արդեն սրբապիստները վրա են տվել։ Միակ կառույցն է, որ չեն կարող քանդեն։ Հիմա ամեն ուժով, ամեն ձևով, եթե ես ասում եմ, ես չեմ պատկերացնում, եթե այսքանից հետո նման բան չլինի, զանգերը չլինի, ես վախենում եմ ավելի վատին և մի օր էլ կլսենք, որ Գարեգին երկրորդին ձերբակալել է։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, հանրային շրջանակներ կան, ասում են իշխանությունները գուցե հենց այդ միտումն էլ ունեն, որ եկեղեցին թաթախվի այս պատմությանը և դրան էլ հաջորդեն քաղաքացիական բախումներ, ինչ է կարծում այս սցենարը որքանով է իրատեսական։ Տեսեք ոնց է, հիմա ոնց որ ասած հոգևոր խառնվել են այս մարդիկ, ասում են եկեղեցին պետք է քաղաքականության մեջ չխառնվի, բայց դարերով ոնց նայում ենք եկեղեցին է որպես պետականություն, պահ է Հայաստանը, պահ է հայրենիքը, հիմա հասել է այն օրասական պահը, որ պետք է եկեղեցին անպայման խառնվի, չի լինի այդպես բան, որ չխառնվի։ Հիմա իրանք փորձում են, նայեք, օրինակ այն մի հատ գնել կար, եթե չեմ սխալվում, գնել Սարգսյանը, հա, այդ փնտին երեք իրան թույլ էր տվել, հասել էր Մարմարաշեն, հոգևոր մեր առաջնորդի վրա, դաժե հայոյելով, ավել պակաս բան ասելով, դες արձագանք չեղավ իշխանության կողմից։ Հիմա եթե մենք լինենք, ինչ-որ մի դեպուտատի բան ասեինք, հիմա մեր վրա ինչ գործ ասես կզարկեին։ Հիմա մենք որպես հասարակ քաղաքացի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, Գարեգին երկրորդին պահանջում ենք, համ էլ թող իմանա, որ ինքը մենակ չի, ինոման հազարավոր, ասում եմ, 10,000-ներով, 100,000-ներով մարդիկ կան, որ սպասում են եկեղեցու զանգերին։ Մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է զանգերը խփեն։ Ուրիշ մենք պայքարի միջոց չունենք, այս մարդը անցել է արդեն չափ ու սահմանը։ Փաշինյանի հրաժարականը որ պարագայում եք հնարավոր համարում։ Դե ամեն պարագայում էլ համարում եմ էլի։ Նկատի ունեմ ընտրությունների սպասել, թե impeachment եւ այլն, ինչ գործընթաց պետք է լինի, որ այդ պահանջը կգեներացվի։ Impeachment-ը դա ես չեմ հավատում, այդ բանը այդ միջոցով չի լինի, ինքը չի հեռան այդ միջոցով։ Ես ասում եմ մեր վերջի վիխը եկեղեցին է մնացել։ Փողոցային է, ուրիշ ձև չեմ իմանում։ Փողոցային պայքար եկեղեցու առաջնորդության, այո։ Ես ամեն օր գալու եմ եկեղեցի, ամեն օր և վեապարին, եթե չտեսա էլ, կսպասեմ ենքամ իչև տենամ, պահանջելու եմ, ամեն օր գալու եմ։ Պարոն Ալեքսանյան, էջմիածնում եք բնակվում, այս օրերին հատկապես ինչ են խոսում շրջակա այս հատվածի բնակիչները, ինչ մտածումներ ունեն, ինչ մտորումներ ունեն։ Եկեղեցու լռության մասին են խոսում, խիալուր եկեղեցին։ Պետք է բոլոր այդ որ Աննա Հակոբյանը այդ չեղածածը, որ ասում էր այդ ամեն մի սև շորերով հակած մարդիկ, եկեղեցու բոլոր աշխատողները բռնած են, ամենայն որ ավել անողներն էլ պետք է հետևեն եկեղեցու բոլոր ասածներին, պետք է դուրս գանք փողոց և մենք պահանջում ենք և ինչու չէ խնդրում ենք Գարեգին երկրորդից այդ ամեն ինչ անել, զանգը խփի։
Պարոն Ալեքսանյան, ես որքանով հիշում 2018 թվականի հայտնի իրադարձությունների օրերին դուք աջակցել եք Փաշինյանին, ես ճիշտ եմ հիշում։ Կհավատայիք, որ մի օր այսպես կկանգնեք փաստի առաջ, որ արդեն թիրախում կհայտնվի մայրաթոռը հենց այն իշխանությունների կողմից, որոնց սատարել եք իշխանության գալ։ Նայեք ոնց է, ես 18 թվականին Ռուսաստանում եմ եղել, փոփոխության ասել չեմ եղել, բայց սաղսել կողմ ենք ելել, որ փոփոխ, բայց 20 թվականի պատերազմից հետո ես իրան կտրուկ դեմ եմ եղել։ 20 թվականի պատերազմ Դավաճանի հետ ես էլ ճանապարհ չունեմ գնալու։ Մանավանդ որ արդեն մեր արժեքներին ա կապել, մեր եկեղեցուն ա հասել, իրան ներել չի կարելի։ Ոչ թե մենակ իր հրաժարականն ենք պահանջում, այլ պետք է ինքը պատասխան տա։ Յուրաքանչյուր իշխանավոր ոչ թե հրաժարականով գնա հանգիստ վայելի իր կյանքը, պետք է պատասխան տես ամեն ինչի համար։ Եվ ամեն անգամ գալու եմ եկեղեցի, ամեն անգամ պահանջելու եմ, կարեգինը կլինի այստեղ, ուրիշ հոգևոր առաջնորդներ կլինեն, սաղից էլ պահանջելու ենք, որ իրանք իրանց խոսքը ասեն։ Հասկանալի է։ Շնորհակալություն։ Այն ամեր ընդդիմադիր ժողովուրդը մանային գալի ես Սիլվադու։ Իրենք էլ հաջակցություն մայրաթոռի այստեղ են գալիս են, մեր հետ ամեն անգամ գալիս են, հենա նորից եկել են, մենք Վաստյանի գալիս ենք ամեն անգամ։ Հոգևորականների հետ եք զրուցում, հա? Տեսակետներ եք փոխանակում։ Ասենք, որ իրանք մենակ չեն, իրանք չմտածեն, որ իրանք մենակ են, մենք իրանք կողմ ենք։ Եղավ, շնորհակալ ենք։